Ապարանի տարածքի Քուչակ համայնքի բնակիչները մարտի 13-ի երեկոյան հավաքվել էին Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցելու հանգստյան ժամերգությանը։ Առաջ մեր գյուղում եկեղեցին որ չէր գործում, մեկ-մեկ գնում էի Ապարան, ուրիշ տեղեր եմ մեկ-մեկ գնացել, բայց ոչ այնքան շատ։ Իսկ երբ մեր գյուղում արդեն եկեղեցին սկսեց գործել, հիմա այստեղ եմ գալիս պատարակների։ Միասնական այսօր հավաքվել ենք բնականաբար աղոթելու եւ մեր մարզի տեր հայրերի համար, որոնք ձերբակալվեցին, որոնց նկատմամբ ոտնձգություններ արվեցին եւ այլն, աղոթում ենք նրանց ազատության համար եւ ընդհանրապես մեր երկրի համար, մեր երկրի խաղաղության համար, մեր երկրի բարգավաճման համար, մեր երեխաների, մեր ազգի, մեր ժողովրդի համար։ Արագածոտնի թեմի հոգևորականներից յուրաքանչյուրն իր հովվության տարածքում պատարակներ, ծեսեր, ժամերգություններ է անցկացնում։ Մեծ պահքի այս շրջանում Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ շաբաթը մեկ անգամ հավաքվում են միասնական աղոթքի։ Որպես ծրեղեն լեզվով Սուրբ Դարակյարցը։ Քուչակի Սուրբ Աստվածածին եկեղեցում հանգստյան ժամերգությանը աղոթակից էին նաև Արթիկի թեմի քահանաները։ Ներկաներին խոսք ուղեց Քուչակի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Սարգսյանը։ Տեր հայրը խոսեց Քուչակի քրիստոնեական խորը արմատների, բնակիչների հայրենասիրության, հավատի մեջ հաստատուն լինելու մասին։ Խոսեց նաև աղոթքի զորության մասին։ Ինձ հանդիպած մեր բոլոր ապարանցիները նախ իրենք փայլում են իրենց հայրենասիրության մեջ, նվիրյալ են իրենց եկեղեցու, սիրում են իրենց եկեղեցին, իրենց համար մեծագույն սրբություն է եկեղեցին եւ պատրաստ են բոլոր իրավիճակներում, բոլոր դեպքերում, ինչպես իրենց նախնիկ, այդպես էլ իրենք մարտնչելու, պաշտպանելու, պահպանելու իրենց հավատը եւ իրենց սուրբ եկեղեցին։ Այս առումով շատ ուրախ եմ եւ ողջունում եմ եւ ինձ ավելի հզոր եմ զգում մեր հավատացյալ ժողովրդի հետ միասին, որովհետեւ մեր հայ ժողովուրդը որքան էլ որ հալածական կյանք է ունենում, հայ հավատացյալը հալածական ընթացք է ունենում, այնքան էլ նա կարողանում է զորավոր լինել եւ զորեղ լինել։ Ներկաները միասնաբար աղոթք բարձրացրեցին հանիրավի անազատության մեջ գտնվողների, գերիների, հայրենիքի խաղաղության, մեր Սուրբ եկեղեցու անսասանության, հայոց հայրապետի եւ ողջ հոգևոր դասի համար։ Տեր հայրն իր խոսքում անդրադարձավ դատավորի կիրակին եւ պատգամեց ժողովրդին անդադար աղոթքի մեջ լինել եւ մեջբերեց Հովան Ոսկեբերան հայրապետի խոսքերը. աղոթքից զորեղ զենք չկա, աղոթքը անկարելին կամ անհնարը հնարավոր է դարձնում։ Մեր հայրերը լավագույնն են մեզ սովորեցնում, լավագույն օրինակն են իրենց անձերով, իրենց կյանքով մեզ համար, թե ինչպես պիտի մարդը նորոգի եւ ձևավորի իր քրիստոնեական ճանապարհը դեպի փրկություն, դեպի Քրիստոս, դեպի երկնքի արքայություն, որտեղից որ ընկել է, իրենց իսկ անձերը որպես օրինակ են ցուցաբերում եւ իրենց կյանքի փորձից մեր առջև են դնում։ Տեր Շնորհք Աբեղա Պալոյանը պահպանիչ աղոթքով եզրափակեց հանգստյան ժամերգությունը, ապա հնչեց հայրապետական մաղթերքը։ Հաջորդ միասնական աղոթքը տեղի կունենա մարտի 20-ին ժամը 19-ին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում։ Ժամերգությանը կմասնակցեն Արագածոտնի ու Մասյացոտնի թեմի հոգևորականները։